ուզում, որը չի կարող որևէ պաշտոնատար անձ հաղորդել։ Եթե կարող եք քաղաքացուն հարցնել, եթե ինքը տա համաձայնություն, բնականաբար այն բոլոր տեղեկատվությունը, որ յուրաքանչյուր պետական մարմին ունի, իրավասության շրջանակներում կարող է տրամադրել, բայց անձի վերաբերյալ անձնական տվյալ, բժշկական գաղտնիք, մասնավոր կյանքի անձեռնխելիությանը վերաբերելի որևէ տեղեկատվություն տրամադրել չի կարելի առանց անձի համաձայնության։ Նարեկ Սամսոնյանի հետ կապված Կներեք, էլի, որ խնդրեմ, մի փոքր հետ կշարժվեք, որովհետև ես այսպես անհարմար եմ կանգնած։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի հետ կապված նշվում էր իր հաստաբանի կողմից, որ վիրահատության կարիք կա եւ դա նաեւ պետական մարմինները չեն ներքում։ Հիմա ոնց որ թե ձգձգվում է, դուք տեղի եք ինչու արդյոք այստեղ միտում չկա, ինչ մանրամասներ գիտեք այս process-ի հետ կապված։ Վիրահատության հետ կապված, քանի որ նաև հրապարակային է եղել տեղեկատվությունը, ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ այն դեպքում, եթե վիրահատությունը անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար կազմակերպվի սահմանված ձևաչափով եւ եթե չեմ սխալվում, իհարկե այս պահին չեմ կարող դարձյալ նույն հանգամանքները նկատի ունենալով հրապարակային տեղեկատվություն հաղորդել, եթե չեմ սխալվում, պետական մարմինները այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ են իրականացրել, այլ այս պահին պետք է որ լինեն նաև արդյունքներ, բայց այս մասով միանշանակ մենք էլ ենք միջամտել, ես ինքս եմ պահանջել պետական մարմիններից անհապաղ հարցի ուսումնասիրություն, այստեղ մի կարևոր բան էլ նկատի ունեցեք, իրականում երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից ներկայացված տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմի լսել, իհարկե հետագա բոլոր հնարավոր վերլուծությունները, եզրահանգումները իրականացնելու համար։ Ասացիք, որ չեք այցելել եւ դա ձեր որոշումն է բնականաբար, բայց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի տեսանկյունից, եթե դուք նաեւ արձագանքեք, ինչու չեք այցելում, հացադուլի մեջ է գտնվում անձը, ինչու չեք փորձում գալ եւ տեսնել։ Սիրելի լրագրողներ, 2025 թվականին օրինակ Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ եւ հայտարարել է 300-ից ավելի հացադուլ։ Հիմա Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Եթե օրինակ, անձը բողոքում է, մենք ունենք բազմաթիվ հացադուլ հայտարարած անձինք, ովքեր դիմում են մեզ եւ ասում են օրինակ, որ գիտեք, ես բռնության եմ ենթարկվում եւ չեմ ուզում որևէ անձամբ ներկա լինեք, ես ձեզ կարողանամ խորհրդապահական գաղտնի եղանակով ասել այն ինչ ուզում եմ եւ դուք էլ միջամտեք իմ իրավունքների իրացմանը։ Եւ բնականաբար այդ բոլոր դեպքերում քաղաքացիներին այցեր են կազմակերպվում։ Բայց սեփական նախաձեռնությամբ կներեք, հիմա ես այդ հարցին էլ կանդրադառնամ, քննարկեմ, բայց հուսով եմ կհրապարակեք, որովհետեւ եթե չեմ սխալվում, մի դեպք եղել է, որ եթե չեմ սխալվում, չեք հրապարակել հարցազրույցը, պարտադիր, այո, սրա հետ կապված հրապարակեք։ Հիմա սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք դարձյալ այն դեպքում, երբ որ կարիք է լինում տեղեկատվություն ձեռք բերել, այնպիսի տեղեկատվություն, որը այլ կերպ հնարավոր չէ ձեռք բերել։ Օրինակ, դարձյալ մարդը մեզ չի դիմել, բայց մեզ այնպիսի տեղեկատվություն է հայտնի դարձել, որը շատ կարևոր է հենց իրանից լսել։ Կամ օրինակ մենք վերջին ժամանակահատվածում մշտադիտարկման այց չենք ունեցել համապատասխան քրեակատարողական հիմնարկ եւ օրինակ անձը ասում է, որ խցային պայմանները այսպիսին են եւ մեզ համար կարեւոր է գնալ հենց տեսնել խցային պայմանները։ Հիմա, եթե մենք խոսում ենք կոնկրետ այս դեպքի մասին, նախ նշեմ, որ մեզ ընդհանրապես որևէ դիմում չի ներկայացվել։ Դեպքի հետ կապված մենք ընդհանրապես ինչ լիազորություններ ենք իրականացնում, մեր լիազորությունը հետեւյալն է։ Մենք նախ հացադուլի հետ կապված սա բոլորի համար, հա, որ պարզ լինի, հացադուլը նաեւ միջազգային ստանդարտների համաձայն անձի իրավունքն է եւ որևէ պետությունը հատկապես իրավունք չունի անձին նույնիսկ հարկադիր սնուցում իրականացնել, այսինքն այստեղ հստակ են չափանիշները։ Ինչն է այստեղ կարևոր, հացադուլի վարման ընթացքի հետ կապված, եթե փորձում ենք իրավունքների երաշխիքների ապահովումը դիտարկել, ապա այստեղ երևի ամենակարևոր հանգամանքն այն է դառնում, որպեսզի մենք հասկանանք պետությունը այն պարտավորությունը, որ ունի հացադուլի վարման ընթացքում, ինքը կատարում է, թե չի կատարում։ Դրանք են բժշկական հսկողության հետ կապված տարատեսակ հարցեր, որոնք ունի սոցիալ-հոգեբանական աշխատանքների, բնականաբար պայմանների հետ կապված, խցային պայմանների հետ կապված, ուզում եմ հատուկ արձանագրել, սրա մասին Արմավիր ԿԿՀ նախորդ տարի իմ հանձնարարությամբ հատուկ մշտադիտարկման այց է իրականացվել, խցային պայմանների հետ կապված հարցը, պատժախցի եւ այլն, մեր կողմից ոչ թե ուղղակի բարձրացված, այլ պահանջ է ներկայացված պետական մարմնին, որ շուտափույթ տա լուծում ստանա, պետությունը դրա համար պիտի ֆինանսական ռեսուրսներ ծախսի։ Երկրորդը անձի կողմից
հացադուլի վարման հետ կապված, պետության պարտավորությունների կատարման առումով գաղափարը հետևյալն է. մենք այս պահին էլ իմ նախաձեռնությամբ սկսել ենք ուսումնասիրություն եւ անընդհատ պետական մարմնից տեղեկատվություն ենք ստանում, թե այս պարտավորությունները, որ դուք պիտի կատարեք, դուք կատարում եք, թե չեք կատարում, մինչ այդ կներեք, մինչև ուսումնասիրության ներողություն քննարկան։ Հիմա դուք խոսում եք ոչ թե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու հետ, հիմա դուք խոսում եք մարդու իրավունքների պաշտպանի հետ, ով ունի հստակ լիազորություններ եւ չի կարող նաեւ իր լիազորությունների շրջանակից դուրս գալ։ Հիմա հացադուլի հետ կապված մահվան պատճառները տարբեր են, որովհետեւ կան մահվան պատճառներ, որոնց մի մասը օրինակ իմ խորին համոզման պայն է, որ մեր պետությունը չունի ինքնավնասումների կամ ինքնասպանությունների կանխարգելման հստակ այնպիսի ճիշտ քաղաքականություն, որպեսզի օրինակ դեպքերը կանխարգելվեն, բայց դրանք այլ դեպքեր են։ Դրանք սրան վերաբերելի դեպքեր չեն, հետևաբար եկեք խնդիրները իրարից տարանջատենք։ Այո, մենք հետևում ենք։ Մենք բնականաբար հետևում ենք։ Մենք բնականաբար եւ ստանդարտներին համապատասխան եւ բնականաբար չափազանց կարեւոր է, որպեսզի օրինակ զրուցեք, հասկանեք ինչու է հացադուլի մեջ, ինչ փայլ նորից եմ կրկնում։ Սիրելի լրագրողներ, նորից եմ կրկնում։ Եթե օրինակ մենք կարողանանք պատկերացնում եք, մենք ունենք շատ փոքր աշխատակազմ։ Մեր աշխատակազմը իրապես, հա, նույն ոչ միայն այս խնդրով, ընդհանրապես օրինակ 5 հոգի է, որը զբաղվում է եւ պիտի զբաղվի ոչ միայն այս խնդրով, պիտի զբաղվի մնացյալ բոլոր քաղաքացիների խնդիրներով։ Բնականաբար մենք Քնար ջան, խնդրում եմ մի պահ, խնդրում եմ այս պահին առանց էմոցիոնալ ձևակերպումների խնդրում եմ հիմա ահազանգեր եմ ստանում կներեք, հա, մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ երկրում չունի այսպես, հա, հստակ լիազորություն կամ հստակ պարտավորություն դեպքերին միջամտելու։ Դուք անզոր եք այս իրավիճակի ոչ քնար ջան, ես չեմ կարող անզոր լինեմ, եթե անզոր լինեի, ես չէի լինի մարդու իրավունքների պաշտպան եւ ամեն օր խնդիրների մասին չէի խոսի եւ կներեք հարց եք տալիս, թույլ տվեք պատասխանեմ եւ ամեն օր խախտման որոշումներ նաեւ չէի կայացնի տարբեր դեպքերում, այդ թվում քրեակատարողական հաստատություններում վերաբերելի բժշկական օգնության սպասարկման խնդիրներին, խնամքի կազմակերպման հարցերին եւ մի շարք այլ հարցերին, բայց եթե մենք խոսում ենք ոչ թե որպես սովորական մարդ, սովորական քաղաքացի, այլ խոսում ենք որպես լիազորություններով օժտված անձ, մենք պիտի հասկանանք, մարդը այս լիազորությունը ունի, կարող է իրականացնել, թե չի կարող իրականացնել։ Հիմա ես 200 հոգու բնականաբար չենք կարող մենք այցելել։ Դրա համար բոլոր հաստատություններում, բոլոր երկրների, բոլոր եվրոպական երկրներում գաղափարը հետևյալն է. հստակ ընտրվում է մեթոդաբանություն, որ եթե այցը հերթական չէ, ապա արտահերթ ում է պետք ընդհանրապես այցելել։ Եվ այդ մեթոդաբանությանը համապատասխան մենք էլ այցերը կազմակերպում ենք։ Ընդ որում, այնպես չէ, որ դուք չգիտեք էլ ընդհանրապես, մենք օրինակ այս քաղաքացուն այցելելու ենք կամ որ պահին ենք այցելելու, չենք այցելելու, եթե կարիք լինի, մենք նաև ասեմ ձեզ, անհատական հրապարակումներ չենք էլ սովորաբար իրականացնում, որովհետև քրեակատարողական հիմնարկներ մեր այցերը պարբերական բնույթ են կրում, այսինքն այնպես չի, որ մի անգամ ենք այցելում քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկում էլ խնդիրներ ունեցողները բազմաթիվ են, որովհետև հազարավոր են այդ քաղաքացիները, եւ մենք բնականաբար պետք է փորձենք բոլորի խնդիրները հասցեավորել։ Ընդ որում, մի շատ սխալ ընկալում է տարածված, որ այն մարդիկ, ովքեր հանրային դեմքեր են, իրենց ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել, այստեղ պարզ ասեմ ձեզ, սա լրիվ խեղաթյուրված ընկալում է, որովհետև ցանկացած ազատությունից զրկված անձ եւ նրանք նաեւ այս հաղորդագրությունը ինձանից ստանում են պարբերաբար, ես ինքս եմ նաեւ նրանց այցելում, մեզ համար հավասարապես կարեւոր է, ընդ որում ես իրենց միշտ ցույց եմ տալիս նաեւ, որ իմ համար կապ չունի նրանց կատարած արարքի բնույթը, որևէ հանգամանք, այսինքն մենք հարցով զբաղվում ենք։ Հիմա կոնկրետ Նարեկ Սամսոնյանի եւ հացադուլ իրականացնող այլ քաղաքացիների իրավունքների երաշխավորումը մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների տեսանկյունից ոչ թե ենթադրում է նրանց բարեկամական այցի իրականացում, այցի միջոցով չէ, որ մենք այդ իրավունքի երաշխավորումը պետք է իրականացնենք։ Այցը ընդհանրապես լրացուցիչ օգնող միջոց կարող է լինել։ Իրավունքի երաշխավորումը մենք բոլորովին այլ տրամաբանությամբ ենք իրականացնում։ Օրինակ, երբ որ ես պահանջում եմ պետական մարմնից, ասում եմ, որ դու պարտավոր ես, եթե անձը ունի վիրահատման ցուցում, անհապաղ ցուցում, դու պարտավոր ես կազմակերպել։ Եթե համարում ես, որ
չունի կամ այդտեղ ինչ որ խնդիր կա, ուրեմն ինձ պիտի պարզաբանում տաս այդ ինչու ես այդպես համարում։ Եվ բնականաբար բնականաբար կա, ես էլ նոր ասացի, քանի որ նաև բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ են անձի հետ կապված, ես հիմա չեմ կարող հրապարակային դրանք ներկայացնել։ Դե հիմա նորից եմ կրկնում, կարծես թե այդ պահանջների կատարման առումով դրական, քանի որ առաջընթաց կա, դրական զարգացում հնարավոր է լինի, ես կխնդրեմ ուղղակի սպասենք, որպեսզի ես չափանիշ չխախտեմ, այսինքն հիմա չսկսեմ օրինակ անձի մասին այնպիսի տեղեկատվություն տրամադրել, որը օրինակ կարող է անձը չի ուզում, որպեսզի մարդիկ իմանան կամ այնպիսի ստանդարտ չխախտեմ, որը իմ տեսանկյունից է խնդրահարույց։ Սպասենք կհրապարակվի վստահ։ Մենք ցավալի դեպքեր ենք ունեցել, օրինակ հաց բերող Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, մենք նման դեպքերի հետ փաստերի հետ առնչվել ենք եւ նույն հարությունն ասում է շատ դեպքեր ունենք, Վարդան Ղուկասյանի դեպքում մարդը դատարանում հստակ ասում է լավ չեմ զգում ինձ, շտապօգնությունը կանչում են, շտապօգնությունն ասում է անհապաղ պետք է տանել հիվանդանոցը, որովհետեւ կոնկրետ գանգատներ են ներկայացնում անձը, տանում են կրկին ԱԱԾ մեկուսարան։ Մենք ուզում ենք նույն ճակատագրին արժանացնել վերոնշյալ անձանց։ Այդ թվում նաեւ հասարակ քաղաքացիների դեպքում Տիկի Մանասյան, ես ամեն օր Համլետ Հակոբյանը կոնկրետ 2 օր առաջ են զանգարել, ասում է խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք ինձ, ես ունեմ խիստ հիվանդություն, որը կալանքի հետ անհամատեղելի է, բայց ինձ սպանում են այստեղ։ Ես հրապարակում եմ ունեցել, ընդհանուր նաև ասում էր, որ մարդու իրավունքների պաշտպանին ինչպես դիմեմ, ասեցի մեր այս հրապարակումը հուսամ նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական կլինի։ Ինքը կրկին 3 զանգարել է, ասում է ինձ այստեղ սպանում են, խնդրում եմ օգնեք։ Ու նման դեպքերի արդյունքում 2020 թվականին 24 մահ ունեցա։ Քննադատան շատ շնորհակալ եմ իրականում այս հարցերը բարձրաձայնելու համար, որպես մարդ բոլորիս տեսանկյունից էլ հարցերը իրապես էմոցիոնալ են, երբ որ որպես մարդ ենք նայում, բայց երբ որ արդեն նայում ենք մեր ունեցած լիազորությունների տեսանկյունից, այստեղ բնականաբար այլ ստանդարտներով ենք առաջնորդվում այն հարցերը քննարկելիս, թե ով ինչ կարող է իրականացնել։ Նախ նշեմ, որ այո, դիմողները բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում, թե քաղաքացիները, թե նրանց փաստաբանները, բայց այստեղ կարևոր այն հանգամանքը, որ մենք պիտի նաև մյուս կողմին էլ չլսենք, որովհետև ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ այլ մեկը չի կարող այսպես միանշանակ գնահատականներ տալ այն հարցին, թե պետական մարմինն է ճիշտ ասում, թե քաղաքացին։ Պիտի այդտեղ հստակ վերլուծություններ չանենք, այսինքն չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այսպես 100%-ով միշտ ընդունում եք որպես ճշմարտություն այն, ինչ ներկայացվել է։ Հիմա փորձը ցույց է տվել, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առկա ազատությունից զրկման վայրերում մարդկանց կյանքի իրավունքի ապահովման հետ կապված, եւ ես երևի առաջիններից եմ եղել այս հարցի վերաբերյալ հրապարակային խոսելու դիտանկյունից։ Ավելին ասեմ, այստեղ նաև հստակ հարցեր են բարձրաձայնել։ Այդ ինչ մեխանիզմներ ունեք կանխարգելելու, ինչը կա, չկա։ Ավելին ասեմ, ես երևի ամենաշատը, այդ թվում իմ որպես մարդու իրավունքների պաշտպան գործունեության շրջանակներում խոսել եմ Հայաստանում քրեակատարողական բժշկության համակարգի տոտալ վերափոխման անհրաժեշտության մասին, որովհետև խորհրդային միությունից մնացած, հետո ինչ որ ժամանակահատված այդպես մեխանիկորեն աշխատած, իհարկե որոշակի զարգացումներ ապրած, բայց ամեն դեպքում չափանիշներին չբավարարող համակարգ է։ Եվ սա այո պետք է վերափոխվի։ Բայց այս ամենը մի օրում չի լուծվելու եւ նաեւ չի լուծվելու քաոտիկ շարժումներով։ Այսինքն սա ոչ թե պետք է լուծվի այնպես, որ մեզանից ով ինչ պատկերացնում է այդ պահին ասի կամ անի, այլ մենք հստակ հասկանանք, թե ինչ քաղաքականություն է ոլորտում պետք եւ հասկանանք մեզանից ամեն մեկը ինչ պետք է անի, որ խնդիրները լուծի, որովհետեւ եթե նորից սկսենք քաոտիկ այս հարցերին անդրադառնալ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ թե կունենանք խնդիրների լուծում, այլ կունենանք շատ ավելի վտանգավոր իրավիճակ, որովհետեւ նույն փաստաբանների հետ քննարկումներում եւ այլն իրենք էլ են հասկանում եւ ընդունում, որ շատ դեպքերում հնարավոր է օրինակ նաեւ մանիպուլյատիվ վարքագիծ է, սա բոլորը գիտեն, այսինքն սրա մասին պետք է չի խոսել, բայց այստեղ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ քաղաքացին ազատությունից զրկված անձը ինքը հասկանա, որ անկախ ամեն ինչից, եթե ինքը իրավաչափ պահանջ ունի, եթե ինքը իրավաչափ հարց է բարձրացնում, դա անմիջապես լուծում է ստանում եւ ինքն էլ նաեւ իրավունքների երաշխիքներ ունի։ Ավելին ասեմ, եթե ցանկություն ունեք ազատությունից զրկված անձանց հետ կապված եւ նրանց իրավունքների շատ ավելի լայն քննարկումներ իրականացնելու, որովհետեւ մեր բացահայտած խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, սրանք փոքր խնդիրներ են, որոնց մասին հիմա հրապարակային այստեղ խոսում եք, բայց մեր հրապարակային զեկույցներում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մի քանի անգամ ավելի շատ են, քան նրանք ինչ հիմա են բարձրաձայնում։ Ավելին ասեմ, շատ դեպքերում բարձրաձայնում են հարցեր, որոնք իրականության մեջ գոյություն էլ
չունեն, բայց այն հարցերը, որ գոյություն ունեն, մնում են, չգիտես ինչու, չքննարկված։ Հետևաբար կարող ենք նաև հետագայում այլ քննարկումներ ունենալ։ Մեր գործընկերների հետ կապված հարց եմ ուզում տալ։ Ազգային ժողովում մեր գործընկերներին, ժողովուրդ օրաթերթի լրագրողներին, պետական պահպանության ծառայության աշխատակիցները թևերից բռնած հեռացրել են ազգային ժողովից։ Դուք սա տեսել եք, քննության առարկա դարձրել եք, ինչպես եք վերաբերվում լրագրողների նկատմամբ այս մոտեցմանը եւ կրկին Նարեկ Սամսոնյանի հետ կապված։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը նստած են բարի համար, այսինքն արտահայտություն, որը իշխանությունը համարում է հայհոյանք, եւ եթե դիցուկ դրանք հայհոյանքներ են, ապա քաղաքացուն լրագրողին հայհոյելու համար այդքան ամիս կալանքի տակ են պահում։ Հայհոյանքը ծանր հանցագործություն է։ Օրենքի շրջանակում է գործում։ Այդ գործը հիմա էլի։ Նույն ազգային ժողովի նախագահը քաղաքացու վրա թքում է, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնում է քաղաքացու ականջները կտրել, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Այստեղ շարքը կարելի է պիտի մանացան շարունակել, բայց երբ որ ընդդիմադիր է, կալանավայրը պատրաստ է։ Հակոբ Սիմիդյանը մեկնաբանություն է գրում քաղաքացուն, չեմ ուզում, չեմ կարող իհարկե այդ մեկնաբանությունը ասել, որովհետև լայն բոլորդ էլ տեսել եք, դուք էլ կարդացել եք։ Ինչու Հակոբ Սիմիդյանը հիմա կալանավայրում չէ։ Խնդրում եմ հարցերը չմոռանալ, բոլորին անդրադառնալ։ Սկսեցի առաջին հարցից։ Սկսեցի։ Քարով պետք է կաթողիկոսի։ Սկսեմ առաջին հարցից։ Սկսեմ ամենասկզբից, եթե խոսքը այս կոնկրետ գործին է վերաբերում, դատաքննության փուլում է գտնվում, հիմա ես կոնկրետ դրա վերաբերյալ չեմ խոսի, բայց խոսեմ այն խնդիրների մասին, որոնք այո, իրապես կան եւ որոնց մասին ճշմարտացիորեն նաեւ դուք եք բարձրաձայնում։ Ընդհանրապես ստանդարտների համաձայն խոսքի համար քրեական պատասխանատվությունը ամենածայրահեղ դեպքերում պետք է ի հայտ գա եւ այս մասով ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում միանշանակ կան խնդիրներ, որովհետև այո, այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց նաև պետությունը պետք է հստակ ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել են սահմանը, որ այդպիսի ծանր է դիտարկվել եւ անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք եւ կարծում եմ, որ այդ թվում դատական իշխանությունը ճիշտ է ցույց է տալիս, որ ինքը դատական ակտով յուրաքանչյուր դատական ակտով է փորձում ցույց տալ հարցերը, բայց բոլորիս մոտ տպավորություն է մնում, որ Հայաստանում կա այո երկակի արդարադատություն եւ ես էլ եմ խոսել այն մասին, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում գոյություն ունի դեռևս հայեցողական արդարադատություն եւ այո, այս մասով ինչ է պետք է կամ պետության կողմից, իրավասու այն մարմինների կողմից, ովքեր ոլորտային, լիազորություններ ունեն, ցույց տալ, թե այդ ինչով հատեց սահմանը, որ մենք էլ դա համարեցինք քրեական պատասխանատվության ենթակա եւ ինչու մյուս դեպքերում այդպես չէ, չափանիշը հստակ ցույց տալ, հակառակ պարագայում մենք կարող ենք գործ ունենալ կոլեկտիվ անպատասխանատվության հետ եւ սա նաեւ իմ պահանջն է, այո, բացառայել հայեցողական ստանդարտները եւ ցույց տալ այս չափանիշները, որովհետեւ նաեւ հանրային հաղորդակցության տեսանկյունից պարզ լինի։ Քննարկել եք Տիկին Վարդապետյան, ինչ օրինակ արեց Սիմոնյանի դեպքում, կարծում եմ նաեւ հիմա բոլոր պաշտոնատար անձանց, կարծում եմ նաեւ հիմա էլ հրապարակային այս հարցերը բարձրաձայնում եւ այնպես չի, որ դա այսպես ուղակի ոչ հրապարակային եղանակով եմ ասում, գրեթե բոլոր հարցազրույցների ժամանակ սրա վերաբերյալ խոսել եմ։ Ինչ վերաբերում է լրագրողների գործունեությանը, լրագրողական գործունեության երաշխիքներին, այստեղ էլ հստակ նշեմ, որ ազգային ժողովում հավատարմագրման հետ կապված հարցերը մենք դեռևս նախորդ տարվանից մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացրել ենք, այդ թվում, եթե չեմ սխալվում, ձեր դեպքը նկարագրելով ու նաեւ հստակ միջազգային ստանդարտներ նշելով, բնականաբար այս տարվա դեպքի հետ կապված էլ այս պահին իհարկե փորձում ենք հստակ իրավիճակը նաև բացի դիմողի կողմից ներկայացված փաստարկներից նաև պետական մարմնի պարզաբանումների համատեքստում քննարկել, բայց անկեղծ պիտի լինեմ, այստեղ մի այլ հարցադրման կուզենամ անդրադառնալ, իրականում շատ կարևոր է, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը ձևավորվի լրագրողների եւ պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց միջև, որովհետեւ իրապես բացի այդ գրված փաստաթղթերից կամ բացի այդ պահին, միգուցե նույնիսկ իրավաչափ եղանակով ինչ որ կանոն կիրառելուց շատ կարևոր է, որպեսզի նաև նրանք միմյանց հետ կարողանան այդ սահմանները, էթիկական ստանդարտները եւ այլն գծել եւ կառուցողական լինել այս բոլոր հարցերում ու եթե դեմ չեք ավարտենք այս պահին քննարկումը վերջին եպիսկոպոս Սարոյանը բաժողով կերատվել լրագրողների հետ Լիա ջան հարցի էլի վերջում մեր գործընկերների վերաբերող ես ասացի պատասխանը մարդու իրավունքների պաշտպան կգտնեք որևէ
էթիկայի խախտում իմ եւ Սոնա Գրիգորյանի վարքագծում, որ մենք խախտել ենք այդ էթիկայի կանոնը եւ ընդհանրապես փորձել ենք պարոն Կոջարյանին հարց տալ եւ հայտնվել ենք դրսում, ես պատրաստ եմ անգամ քրեական պատասխանատվության։ Եթե դուք մի կարիք չկա քրեական պատասխանատվության ենթարկվել քննարկան, նախ ես համակարգային խնդիրների մասին խոսեցի, կարծում եմ մեր բոլորիս տեսանկյունից թե իմ թե ձեր շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ միայն մեր հետ կապված հարցերը, չէ, քննարկման առարկա դարձնենք, այլ ընդհանուր հարցեր, որովհետեւ օրինակ եթե մեր հետ կապված հարցերը կարևոր լինեին, հիմա այստեղ ես պետք է գայի ամբողջ օրը նստեի, սկսեի խոսել այն մասին, թե օրինակ այս պահին հացադուլի մեջ գտնվող անձի ընտանիքի անդամը ինչ հայհոյանքներ է իմ հետ կապված հրապարակային դրել, իմ աշխատակիցների հետ կապված ինչեր են ասել եւ այլն, բայց սրան չեմ անդրադառնում, որովհետեւ ինձ համար ոչ թե այս պահին մեր անհատական հարցերն են կարևոր, այլ համակարգային։ Հիմա այդ հարցին էլ ձեզանից էլ ունենք մեծ սպասելիքներ, բոլորս, ձեզանից էլ բոլորս ունենք մեծ սպասելիքներ, բնականաբար, եւ սպասելիքներ ունենալը չի ենթադրում, որ պետք է բոլորս նստենք եւ օրենք խախտենք։ Հիմա կներեք, ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես պետական սահմանադրական պաշտոնատար անձ եմ, անկախ պաշտոնատար անձ եմ, ընդ որում որի գործունեությանը ոչ միայն չի կարելի միջամտել, որը նաեւ ապաքաղաքական է։ Հիմա լրագրողների հետ կապված քննարկան, ես բնականաբար ինձ թույլ չէի տա էթիկական որևէ հարցի վերաբերյալ ձեր կոնկրետ դեպքի մասով խոսել, պատասխանը համակարգային էր, բայց քանի որ հիմա շտապում եմ ձեր վերջին հարցը փորձեմ լսել եւ պաշտոնանք է արվել եւ դեռևս չի վերականգնվել իր թեմակալ պաշտոնում, սկսել է ճնշումներ բանեցնել քահանաների ուղղությամբ, բազմաթիվ հրապարակումներից հետո ինչու քրեական գործ չհարուցվեց, իշխանահաջող գործողություններ է կատարում միգուցե եւ ինչ իրավունքով է միջամտում ձեր կուսակից կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ Վեդու համայնքապետը, վերջով վարչական աշխատողներ են եղել եւ քահանաները ահազանգում են, որ իրենց հանդեպ ճնշումներ են գործադրվում, մարդու իրավունքները ինչ են ոտնահարվում վարչական ռեսուրսներով։ Ճիշտ ասած չգիտեմ, որտեղից ենթադրեցիք, որ ես կուսակցական գործունեություն եմ իրականացնում, ես ընդհանրապես կուսակցական գործունեություն չեմ իրականացրել, ես 2008 թվականից աշխատում եմ Հայաստանի պետական համակարգում, այսինքն բավականին երկար տարիներ եւ երբևէ չեմ իրականացրել կուսակցական կամ քաղաքական գործունեություն։ Հիմա այո, դեպքի հետ կապված միանշանակ, ավելին ասեմ, մենք նաեւ քաղաքացու հետ, մենք պարզ ասեմ, հա, նաեւ քաղաքացու հետ ենք խոսել, որպեսզի նրա իրավունքների պաշտպանությունը կարողանանք այդ թվում իր համաձայնությամբ իրականացնել։ Հիմա այստեղ էլ հա մյուս հարցն է, նախորդ շաբաթ հարցազրույց էի տվել, դրան անդրադարձա, միգուցե չեն լսել, հրապարակային էլ ասեմ, իրականում կառաջարկեմ հատկապես քաղաքացու հետ կապված հրապարակումները զգույշ անենք, որովհետեւ միգուցե ինքը թիրախավորվում է ու այն տրամաբանությամբ, միգուցե նաեւ այն եղանակով, որը իր իրավունքներին ավելի մեծ խախտում է, հա, ենթադրում, դեպքը միանշանակ ուսումնասիրել ենք, նաեւ քաղաքացու հետ ենք խոսել, ինքը համենայն դեպս այդ մասով, հա, այսպես ասեմ, մեզ այնպիսի խնդիրներ չի բարձրաձայնել, որպեսզի կարողանանք մի փոքր ավելի մեծ տեղեկատվությամբ խնդիրներին անդրադառնալ, բայց բնականաբար էլի խնդիրի ուշադրության կենտրոնում է, նաև պարզաբանումներ ենք պահանջել, որ հասկանանք պետական մարմինը այս մասով ինչ է ասում։ Ինչ վերաբերում է ճնշումներին, մենք հենց նաև երեկ ունեինք խորհրդակցություն, այդ թվում այս հարցն էինք քննարկում։ Շնորհակալ եմ, որ բարձրաձայնեցիք, մի անգամ էլ դրա վերաբերյալ խոսեցիք։ Մենք այս մասով կփորձենք այդ թվում քաղաքացիներից, ովքեր ենթադրաբար ճնշումների են ենթարկվում, խորհրդապահական եղանակով հասկանալ իրավիճակը եւ մեր քայլերը ձեռնարկել։ Շնորհակալ եմ, կխնդրեմ ավարտենք։ Շնորհակալություն։